Շեմյակայի դատը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի թագավորությունում երկու աղբեր էին ապրում։ Մեկը աղքատ էր, մյուսը հարուստ։ Աղքատը վարձվեց հարուստի մոտ, ամբողջ ամառը աշխատեց ու ստացավ 2 կոտ գարի։ Եկավ տուն, գարին տվեց կնոջը, կինն ասավ. Ամբողջ ամառը աշխատեցիր, վաստակածդ 2 կոտ գարի է, որ աղանք ու հաց թխենք, միանգամից կուտենք, կպրծնենք, էլ բան չենք ունենա։ Ավելի լավ է, գնա աղբորդ մոտ 2 ես խնդրիր, տար արտվարի գարի ցանի։ Գուցե Աստված լավ բերք տա, եկող տարի մեզ էլ հաց կլինի։ Աղքատն էլ թե չեմ գնա, խնդրես չխնդրես մի հաշիվ է, չի տա։ Գնա, այսօր աղբերդ մաղարի չունի, կինը տղա է բերել, չի մերժի։ Աղքատը գնաց հարուստի դուռը, մի զույգ ես խնդրեց ու գնաց դաշտ, իր 10-որդը վարեց, ցանեց, տափան արեց ու ճամփով ընկավ տուն։ Ճամփին մի ծերունի մարդ պատահեց։ Բարի օր, Աստծո մարդ։ Բարև ծերուկ։ Ուր էիր, ինչ էիր անում։ Արտը վարում էի, գարի ցանեմ։ Էս եզները ումն են։ Իմ աղբոր եզներն են։ Աղբերդ հարուստ է, բայց դաժան։ Դու ինքդ որոշի, կամ տղան կմեռնի, կամ եզները պիտի սատկեն։ Աղքատը մտածեց, համ եզներն ափսոսաց, համ աղբոր տղային ու ասաց. Լավ է եզները սատկեն։ Թող քու ասածը լինի, պատասխանեց ծերունին ու գնաց իր ճամփեն։ Աղքատը հենց հասավ իր դարպասներին, 2 եզներն ընկան գետնին ու տեղն ու տեղը սատկեցին։ Դառը լաց եղավ, վազեց աղբոր մոտ։ Կներես, ասաց, անմեղ մեղավոր եմ, այսպիսի փորձանք է պատահել, եզները սատկել են։ Ոնց են սատկել, չէ, սիրելիս, ինձանից էդպես հեշտ պրծնողը չես, եզները սատկացրիր, դե փողը տուր։ Բայց աղքատին որտեղից փող։ Հարուստ աղբերը սպասեց ու աղքատին քաշեց դատարանի դուռը։ Գնացին արդար դատավորի մոտ, ճամփին դեմները մի սայլ դուրս եկավ, լավ ծանր բարձած։ Դեպքն էլ ձմռանն է, խոր ձյուն է նստած։ Մեկ էլ հանկարծ ձին տրճիկ տվեց ու ամբողջ բեռով խրվեց ձյան մեջ։ Օգնեք հանեմ, բարի մարդիկ, ասավ սայլվորը։ 100 ռուբլի տուր օգնենք, ասավ հարուստը։ Ինչ ես ասում, այ անաստված, 100 ռուբլի որտեղից։ Աղքատն էլ թե ես քեզ կօգնեմ։ Սահնակից իջավ, բռնեց ձիու պոչից ու սկսեց քաշել։ Իրեն ուժ տվեց, ձիու պոչը պոկեց։ Սայլապանը հարձակվեց վրան։ Այ դու խարդախի մեկը, ձին 200 ռուբլի արժի, իսկ դու պոչը պոկեցիր։ Աղբեր, ասավ հարուստը սայլապանին, ինչ ես երկար բարակ խոսում, արի ինձ հետ, գնանք արդար դատավորի մոտ։ Երեքով գնացին, հասան քաղաք, մի պանդոկ տեսան։ Հարուստն ու սայլապանը ներս մտան, իսկ աղքատ աղբերը մնաց դրսում։ Էդտեղ էլ մի մարդ ջրհոր էր փորում։ Աղքատը մտածեց, թե բախտ չունեմ, հիմի կգցեն դատարանները, գլուխս կուտեն, լավ է մեռնեմ։ Ու դարդից իրեն գցեց ջրհորը, բայց ոչ թե իրեն վնասեց, այլ են մարդու գլխին ընկավ ու սպանեց։ Տեղն ու տեղը բռնեցին, արդար դատավորը սկսեց դատ անել։ Աղքատը քո եզները սատկացրեց, քո տղայի խաթեր, թե ուզում ես եզներդ ստանաս, պիտի քո տղայից ձեռ քաշես։ Ձիատիրոջն ասավ.
ձին տուր, թող տանի պահի, մինչև պոչն աճի։ Սա չուզեց ձին տալ, 5 ռուբլի փող տվեց, մի կթան էծ ու բարիշեց։ Էդ մեռած մարդու ազգականներին էլ ասաց. թող նա գնա ջրհոր փորի, դուք էլ թռեք վրան ու իրեն սպանեք։ Սրանք էլ մտածեցին, թե բան է, ու դրան չսպանեցին, մեզ ջարդփշուր կանենք։ 200 ռուբլի ու 5 չափ ցորեն էլ սրանք տվին ու աղքատի հետ բարիշեցին։